երիտասարդների կարիքների ուսումնասիրությունն է։ Իրենք ունեին նաև լրացուցիչ կրթության կարիք։ Հասկանանք ինչ է լրացուցիչ կրթությունը իրենց ներկայացնում։ Մենք չենք ասում մի կրթությունը մյուսին այլընտրանք։ Նշանակում է ինչ որ միտեղ ինչ որ մի բան պակասում է։ Մանկավարժները միգուցե շատ պատրաստ չեն այս կրթական այս ֆորմատին, որովհետև կարևորը երեխայի ինքնագնահատականն է։ Միգուցե այլևս մոտիվացված չի լինի աշակերտը եւ անկախ ամեն ինչից մենք ուզում ենք լսել ինչ որ մի բան, որով մենք վստահ կլինենք դա արեցինք լավ, թե վատ։ Կարողանա նաև ինտեգրվել եւ փորձում ենք մոտենալ կանաչ գրիչի մեթոդով։ Այսօրվա երիտասարդը եւ երեխան պարզապես չեն կարող չօգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, որտեղ երիտասարդը երբևէ պարտադրված չէ լսել այս կամ այն կողմի կարծիքը։ Այսօր կխոսենք լրացուցիչ կրթության մասին։ Այդ նպատակով հյուրընկալել եմ մեր տաղավարում Լիլիթ Մակարյանին, ով հանդիսանում է Գյումրու երիտասարդական պալատի տնօրեն։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն Անի, շնորհակալություն հրավերի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ Լիլիթ, ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Եվ Լիլիթ, կուզենամ մի փոքր պատմեք երիտասարդական պալատի մասին։ Ես ինչքանով որ գիտեմ, երիտասարդական պալատը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում միակ երիտասարդական կենտրոնը եւ ունի աշխատանքային 4 ուղղվածություններ։ Մի փոքր պատմեք, որոնք է այդ ուղղվածությունները։ Գյումրու երիտասարդական պալատը հանդիսանում է Հայաստանում միակ համայնքային երիտասարդական կենտրոնը։ Սա խոսում է ոչ միայն իր իրավաբանական ձևաչափի կարգավիճակի մասին, այսինքն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, այլ նաև խոսում է իր ընդհանուր որդեգրած քաղաքականության մասին, որովհետև մենք հանդիսանում ենք բաց երիտասարդական կենտրոն Գյումրիի երիտասարդների համար։ Իրականում այսպես պլանավորվել էր Գյումրիի երիտասարդների մասով, բայց այնպես ստացվեց, որ ժամանակի ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքներից մեզ մոտ տարբեր շահառուներ էին գալիս եւ հետաքրքրված են երիտասարդական աշխատանքով, երիտասարդական ծրագրերով եւ երիտասարդական տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով էին հանդես գալիս եւ մենք մտածեցինք, որ անարդար կլինի մարզում ունենալ միակ համայնքային երիտասարդական կենտրոնը եւ այն ուղղակի սահմանափակել աշխարհագրական իր ձևաչափով, իր տարածքով։ Երիտասարդական պալատը բնականաբար հանդիսանալով երիտասարդական կենտրոն իր աշխատանքային, իր որդեգրած աշխատանքային գործընթացում հիմնականում երիտասարդների զարգացման ուղղված ծրագրերին է միտված իր ամբողջ գործունեությունը։ Սակայն ես ուզում եմ մի փոքր այստեղ բացենք ավելի այս ամբողջ ձևաչափը եւ փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում երիտասարդական ծրագրերը։ Չնայած այն հանգամանքին, որ տարբեր երիտասարդական կենտրոնների ձևաչափեր գոյություն ունեն, տարբեր երիտասարդական կենտրոններում երիտասարդների հետ աշխատանքի ձևաչափեր գոյություն ունեն, բայց այնուամենայնիվ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի չափորոշիչներ են սահմանվում տվյալ ոլորտում, պիտի ընդունենք այն հանգամանքը, որ մեր աշխատանքի process-ի ընթացքում մենք երբեմն հայտնաբերում ենք այնպիսի կետեր, որի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը գալիս է հենց երիտասարդների մոտ առաջացած պահանջարկից, որոնք առաջարկի տեսքով մենք ստանում ենք։ Այսինքն ուզում եմ պատկերացնենք երիտասարդական պալատի գործունեությունը ոչ թե ուղղակի հողակ, որտեղ տարիներ շարունակ, իսկ շուտով արդեն 10 տարի կլինի, ինչ որ որդեգրած քաղաքականություն կա, ամեն օր բացում ենք այդ էջը, ասում ենք, վայ, էս էինք որոշել անել, սա ենք անում, հետո սա ենք անում, հետո էլ սա ենք անում։ Այդպիսի քարացած կարծրատիպային մոտեցում երիտասարդական պալատողակում գոյություն չունի։ Մեր յուրաքանչյուր տարվա պլանավորման մեջ, բացի տարեկան պլանավորումից, մենք այն բաշխել ենք կիսամյակային, եռամսյակային, նույնիսկ երբեմն գալիս են պահեր, որ ծրագրային այսպես մեծ հոսքի դեպքում մենք փորձում ենք դա ամբողջը տեղավորել նաև մեր աշխատանքային պլանի շաբաթական պլանի մեջ։ Այսինքն ես կարծում եմ, որ հենց այս ձևաչափի դեպքում մենք կարողանում ենք մաքսիմալ լսել երիտասարդների կարիքները։ Մեր յուրաքանչյուր ծրագիր, որ երիտասարդական պալատում մենք փորձում ենք ստեղծել կամ գլուխ բերել, մենք փորձում ենք դուրս գալ ելնելով երիտասարդների կարիքներից։ Ասել, որ երիտասարդները ենթադրենք ունեն միայն բացառապես փափուկ հմտությունների կարիքներ, դա նշանակում է չասել ընդհանրապես որևէ բան երիտասարդների կարիքների մասին։ Այսինքն երիտասարդական կենտրոնի գործունեությունը սահմանափակել մի շրջանակներում, որը կարող է դիտվել ենթադրենք երիտասարդական քաղաքականության, ռազմավարության, օրենքի եւ մնացած բոլոր իրավական ակտերի եւ կարգավորումների մեխանիզմների շրջանակներում, կարծում եմ սա նշանակում է սահմանափակել երիտասարդական կառույցի գործունեությունը հիմնականում։ Դրա համար մենք այսպես մտածեցինք ու հասկացանք, որ մեզ համար առաջնահերթը երիտասարդների կարիքների ուսումնասիրությունն է։
Իսկ երիտասարդները հետաքրքիր էր, բացի սեփական նախաձեռնությունները իրագործելու կարիքներից, բացի տարբեր երիտասարդական զարգացման ծրագրերի, երիտասարդական աշխատանքի ուսումնասիրության, այսինքն բուն ոլորտային ծրագրերից, իրենք ունեին նաև լրացուցիչ կրթության կարիք։ Դիտի, այստեղ մի հարց ուզում եմ տալ, մենք շատ ենք խոսում լրացուցիչ կրթության մասին եւ ի վերջո հասկանանք ինչ է լրացուցիչ կրթությունը իրենց ներկայացնում եւ երիտասարդական պալատում հենց ինչպես նշեցիք արդեն լրացուցիչ կրթությունն է առաջ եկել որպես կարիք երիտասարդների ու ինչով է տարբերվում օրինակ ինչ է տալիս լրացուցիչ կրթությունը, որովհետեւ մենք գիտենք դպրոցում հիմնականում երեխաները ստանում են ակադեմիական գիտելիքներ, բայց ի վերջո լրացուցիչ կրթությունը ինչ է գալիս լուծելու, ինչ խնդիր է լուծում։ Շատ բարի։ Իրականում լրացուցիչ կրթության մասին երբ որ խոսում ենք ու երիտասարդական կենտրոնի տարիքային խումբն ենք վերցնում, իսկ մենք աշխատում ենք 13-ից բարձր տարիքային խմբի հետ, 13-ից 35 տարեկանների հետ, երբեմն որոշակի ծրագրերում փոքր, այսպես շեղումներ անում ենք այդ տարիքային չափանիշներից, այո, որովհետեւ մենք կարողանանք նաև որոշակի հասարակության մեջ օրգանական կապ ստեղծենք ավելի փոքր եւ ավելի ավագ սերունդների միջեւ, որը շատ անհրաժեշտ է երիտասարդներին։ Իդեպ իրականում մենք փորձի փոխանակման ու բացի դրանից երիտասարդությունը մեծ հաշվով շատ այսպես անցողիկ տարիքային շեմ է ու այսօր դու երիտասարդ ես, վաղը միգուցե արդեն էլ երիտասարդ չես, ելնելով քո տարիքային առանձնահատկություններից։ Լրացուցիչ կրթության մասով, ինչը մենք ավելի շատ դիտարկում ենք որպես ոչ ֆորմալ կրթություն, ինչից է առաջանում այս ամբողջ կարիքները։ Իրականում այս հարցին պատասխանելու համար ես կարող եմ տարբեր տեսանկյուններից մոտենալ։ Նախ եւ առաջ ես կարող եմ մոտենալ որպես կառույցի ղեկավար, որը տրամադրում է նմանատիպ կրթություն, եւ կարող եմ մոտենալ այս հարցին որպես անհատ հասուն անձնավորություն, որը օգտվում է այդ կրթությունից։ Եթե ես մոտենամ այդ հարցին զուտ իմ տեսանկյունից, թե ես ինչու եմ օգտվում ոչ ֆորմալ կրթական դաշտում եղած լրացուցիչ կրթական հնարավորություններից, միանշանակ ես դա կարող եմ դիտարկել շատ լայն սպեկտրով։ Այսինքն կան մասնագիտություններ, կան մասնագիտությունների մեջ մասնագիտացումներ կան որոշակի հմտություններ եւ կարողություններ, որոնք ես ուզում եմ ստանալ կարճ ժամանակում, ավելի հասանելի տարբերակով եւ ավելի մատչելի տարբերակով, քան միգուցե նաեւ ավելի ֆինանսապես մատչելի տարբերակով, որը գոյություն ունի ֆորմալ կրթական դաշտում։ Հիմա այս արտահայտության վրա ես վստահ եմ ֆորմալ կրթական դաշտում մեր ակադեմիական կրթության մեր ջատագովները, որոնց ես մեծապես հարգում եմ, պիտի դիտարկեն այս իմ ասածը մի տեսակ ավելի այսպես քննադատողական տեսանկյունից, բայց եկեք միանշանակ այսպես մի հատ գիծ քաշենք այս ամբողջի միջև եւ հասկանանք, ընդունենք մի փաստ, որ մենք չենք ասում մի կրթությունը մյուսին այլընտրանք։ Մենք ասում ենք չի կարող երբեք մեկը մյուսին այլընտրանք լինել եւ կարծում եմ այն ժամանակ դեռևս 15-20 տարի առաջ, երբ Հայաստանում շատ ակտիվ խոսում էին ոչ ֆորմալ կրթության մասին, բայց այսօր մենք նաեւ տեսնում ենք, որ ոչ ֆորմալ կրթության որոշակի բաղադրիչներ նաեւ անցել են արդեն մեր կրթական համակարգի մեջ, ֆորմալ կրթության մեջ եւ չեմ կարող այսպես ասել, որ այդտեղ ինչ որ սուր քննադատություն կա կամ կարող է լինել, քանի որ այսօրվա արագ զարգացող աշխարհում ամեն դեպքում առանց լրացուցիչ կրթության հնարավոր չի, որովհետև նույն մասնագիտացումները, մասնագիտությունները այնքան արագ են զարգանում, որ շատ ժամանակ ֆորմալ կրթությունը պարզապես չի հասցնում լրացնել։ Եվ այստեղ իհարկե նման կենտրոնների կարիքը շատ է զգացվում։ Այո, միանշանակ համաձայն եմ ձեր ասացի հետ եւ շատ կարեւոր է որ մենք ճշնամաբար չմոտենանք երկու բանակների չբաժանվենք կրթական դաշտում։ Կարելի ասել ընդհակառակ այստեղ պետք է լինի համագործակցություն երկու կողմից։ Միանշանակ համագործակցությունը կլավարկի այս ամբողջ դաշտը եւ երիտասարդները մի կողմից ստանում են իրենց ակադեմիական կրթությունը, մյուս կողմից ստանում են այն լրացուցիչ կրթությունը, որի պակաս իրենք զգում են, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա։ Իրականում ամենևին չեմ ուզում այս պահին մենք անդրադառնանք եւ քննադատենք կրթական մեր համակարգի լիքը բացերին, դրական եւ բացասական կողմերին, որովհետեւ սա երևի առանձին խոսակցության թեմա կարելի է դիտարկել, բայց ամեն դեպքում եթե կա ինչ որ մի բանի կարիք, նշանակում է ինչ որ միտեղ ինչ որ մի բան պակասում է։ Թերացում է եղել։ Եվ այս պակասը լրացնել ոչ ֆորմալ կրթական դաշտում իրականում բավականին արդյունավետ ժամանցի կազմակերպման ձև կարելի է դիտարկել։ Երբ որ մենք խոսում ենք երիտասարդական պալատի հիմնական տրամադրվող ծառայությունների մասին, մենք միշտ ասում ենք, մենք աջակցում ենք երիտասարդական նախաձեռնություններին, մենք աջակցում ենք երիտասարդներին եւ ֆիզիկական տարածքի տրամադրման եւ միջավայրի ստեղծման եւ իրենց ծրագրերի իրագործման համար, բայց նաեւ մեր մյուս կարևոր բաղադրիչներից մեկը երիտասարդների կրթական ժամանց ապահովելն է։ Մենք հիմնականում մեր բոլոր ծրագրերում այս կրթական բաղադրիչը թողնում ենք։ Ընդ որում մենք դիտարկում ենք այս հարցը երկու տեսանկյունից։
Մի տեսանկյունից, երբ որ մենք ներգրավում ենք տվյալ ոլորտում, իսկ ոլորտները շատ տարբեր են, բազմազան ոլորտներում բավականին կարկառուն ներկայացուցիչների, ովքեր մասնագետներ են եւ կարող են իրենց մասնագիտական լուրջ փորձառությունը եւ գիտելիքները փոխանցել երիտասարդներին, եւ մյուս կողմից մենք ունենք մի հետաքրքիր մոտեցում, երբ որ մենք երիտասարդների համար սկզբունքով փորձում ենք այդ ամբողջ process-ը, այսինքն մասնագետին փոխարինել սովորական երիտասարդով։ Այո, մի քիչ ինքը թվում է ռիսկային, մի քիչ կարող է վերապահումներով մոտենան մասնագետներ այս հարցին, բայց այն ինչ որ մենք գործնականում տեսնում ենք, հավատացեք, ինքը ուղղակի հրաշքի ժանրից է։ Այսինքն երիտասարդի մոտ մոտիվացիան, որ ինքը ինչ որ նյութ պիտի պատրաստի, սովորի, ուսումնասիրի, դա մենք մի քիչ նմանեցնում ենք նախագծային աշխատանքներին դպրոցական համակարգի, հետո ներկայացնի իր հասակակիցներին։ Այդելի թերևս այստեղ, երբ նախագծային աշխատանքից ենք խոսում, նաև մեր կրթական նոր չափորոշիչը բավականին այսպես ծավալուն եւ արդեն մտել է դպրոց ու կան բաղադրիչներ, որտեղ ասվում է, որ ավելի սովորողի վրա կենտրոնացված է ուսուցումը, այսինքն աշակերտակենտրոն է, բայց այնուամենայնիվ ես դեռևս նկատել եմ, որ դպրոցում չի ստացվում այդ այսպես ասած շատ ակտիվ մասնակցությունը եւ դեռևս մեր դպրոցներում կա աշակերտների կողմից այդ пассивությունը, որ իրենք դեռևս շատ пассив են, տեղ կա իրենք վախենում են իրենց կարծիքը արտահայտել եւ սա շատ པարզ է հասկանալի է, որովհետեւ դեռևս նաեւ մանկավարժները միգուցե շատ պատրաստ չեն այս կրթական այս ֆորմատին եւ այդ առումով նկատել եմ, որ մշտապես ոչ ֆորմալ կրթության դերը հենց կայանում է նրանում, որ երեխան կամ երիտասարդը անգամ եթե ինքը շատ пассив է դպրոցում կամ չի կարող ինքնաարտահայտվել, ամեն դեպքում ոչ ֆորմալ կրթությունը իրեն նաև մեծապես օգնում է, որպեսզի ինքը կարողանա ազատ շարադրել իր մտքերը, լինել ավելի ինքնավստահ, կարողանա նաև ինտեգրվել, սա է նաև շատ կարևոր։ Իրականում այստեղ մի հետաքրքիր բան կա, ինչի է դպրոցում առաջանում երբեմն նմանատիպ իրավիճակ, նախ ելելով բացառապես այն հանգամանքից, որ սա նորամուծություն է, իսկ նորամուծությունների համար դեռևս ժամանակ է պետք, այո, առնվազն ինչ որ որոշակի հանգամանքներ են պետք, որպեսզի ինքը ավելի լավ արկվի, բացի դրանից մենք խոսում ենք կրթական ավանդական համակարգի մասին, եւ ավանդական համակարգը ուղղակի զուտ թղթի վրա գրված այդ ամբողջ դասապլանը չէ, այլ նաեւ ուսուցիչներն են այդ ամբողջ համակեցությունը, որը գոյություն ունի դպրոցում կամ ընդհանրապես կրթական հաստատություններում։ Մենք հասկանում ենք, որ այս ամբողջին ավելի դանդաղ քայլերով պիտի ակնկալենք արդյունք ամբողջից։ Եվ դրա համար այո, հետաքրքիրն այն է, որ երբ որ մենք խոսում ենք դպրոցից կամ կրթական հաստատություններից դուրս երիտասարդների կամ դեռահասների նմանատիպ աշխատանքների մասին, իրենք շատ ավելի բաց են եւ ավելի համարձակ են իրենց նախաձեռնությունները ներկայացնում, որովհետեւ շատ པարզ պատճառով։ Ինչքան ուզում եմ մենք այս պահին խոսենք գնահատման համակարգի փոփոխությունների մասին, ամեն դեպքում մեր մոտ դա գնահատման համակարգը լրիվ բացակայում է։ Ոչ միայն բացակայում է այն տեսանկյունից, որ ուղղակի ինչ որ գնահատական կամ կիսամյակային կամ տարեվերջի ինչ որ մի բան արդյունք ենք ակնկալում, այդպիսի բան բացառապես գոյություն չունի եւ միակ գնահատման համակարգը, որը կա, դա արձագանքներն են տվյալ երևույթից։ Դե դուք շատ կարևոր մի բան խոսեցիք, որը ես կուզենայի նաեւ ձեզ եւս մեկ անգամ հարցնել, որովհետեւ շատ ժամանակ հիմա թե ծնողների կողմից, թե մանկավարժների կողմից գնահատման համակարգը շատ է քննարկվում եւ բոլորի մոտ կա այդ մտավախությունը, որ եթե մենք գնահատման համակարգը փորձենք հանել կամ այն, որ հիմա արդեն տարական դպրոցում գնահատման համակարգ որպես միավորային չկա, բոլորի մոտ կա մի փոքր թերհավատություն եւ վախ, որ միգուցե այլևս մոտիվացված չի լինի աշակերտը եւ այստեղ ենթադրյալ կարող ենք հասկանալ, որ գնահատման համակարգը նաեւ ինչ որ միտեղ զսպողակ է, բայց որպես դուք արդեն բավականին տարիների փորձ ունեցող մարդ եւ երիտասարդների ու երեխաների հետ աշխատած մարդ, այդ դուք ասում եք, որ գնահատման համակարգը բացակայում է։ Ինչ դուք կարող եք փաստել։ Արդյոք երբ չկա գնահատման համակարգ, երեխան ավելի կարողանում է պատասխանատու լինել։ Արդյոք իր մոտ ավելի լավ է ստացվում իր մտքերը կամ արտահայտել, կամքը արտահայտել եւ արդյոք ավելի լավ է ինքը պատրաստվում, քան երբ օրինակ ինքը գիտի, որ ինչ որ X միավորի համար ինքը ստանալու է Y միավորը։
Տեսեք, եթե մենք խոսում ենք գնահատման համակարգի որպես ավանդական գնահատման համակարգի մասին, ես դրա բացակայության մասին եմ ավելի շատ խոսում, բայց նույնիսկ ոչ ֆորմալ կրթական դաշտում մենք ունենք գնահատման այլ համակարգ, այսինքն դրանք հետադարձ կապն է եւ մասնագետների, ուղղակի մասնագետների կողմից իրենց արտահայտած կարծիքն է, ինչպիսին է, ինչ դժգոհություններ կա, ինչ լավ կողմեր կա, ուժեղ եւ թույլ կողմերի գնահատում։ Նույնը կարող ենք նաեւ թիմային աշխատանքի մեջ մենք դիտարկել այս ամբողջը։ Այսինքն անկախ ամեն ինչից մենք ուզում ենք լսել ինչ-որ մի բան, որով մենք վստահ կլինենք դա արեցինք լավ, թե վատ։ Ես մի տեսակ ավելի, այսպես հիմա արդեն ավագ սերնդի ներկայացուցիչ եմ համարվում եւ ես ավելի սովոր եմ եղել գնահատման ավանդական համակարգին, որտեղ ես ամեն դեպքում տեսնում էի օրագրում գնահատականներ եւ ինձ համար շատ պարզ էր այդ ամբողջը։ Պարզ էր, բայց դա դեռ չէր նշանակում, որ արդար էր իմ տեսանկյունից որպես աշակերտի։ Եվ այստեղ այո, մենք ունենք շատ վերապահումներ, երբ որ մենք խոսում ենք, թե ինչքանով էր գնահատումը արդար կամ ոչ արդար։ Բայց մյուս կողմից ես հիմա որպես ծնող եմ նաև ուզում այս հարցին անդրադառնալ եւ որպես ծնող ես կարող եմ ասել, որ ինձ համար շատ անհասկանալի է իմ երեխայի առաջադիմությունը։ Ու ես մի տեսակ անորոշության մեջ եմ ինձ զգում, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է հասկանալ, թե իմ երեխան որտեղ ավելի խոցելի կլինի, որտեղ ավելի առաջ է իր հասակակիցներից սովորել, դասը չի սովորել, ինչ հմտությունն է իր համար ավելի ուժեղ կողմ համարվում եւ ինչը ավելի թույլ կողմ։ Մենք բոլորս կարիք ունենք ցանկացած մեկս, երբ որ մենք առնվազն տանից դուրս ենք գալիս եւ մենք մեզ նայում ենք հայելու մեջ ինքնագնահատման համար, սա այս ամենապարզ օրինակն եմ ուզում բերել, մենք ուզում ենք այդ գնահատականը ստանալ այս կամ այն կերպ։ Ուղղակի այստեղ չափորոշիչների տեսանկյունից տարբեր են մոտեցումները։ Ամեն դեպքում երիտասարդական կենտրոնների մեջ ու հատկապես մեր կենտրոնում այսպիսի մի չգրված օրենք կա գնահատման համակարգի, որ մենք հիմնականում խրախուսում ենք ցանկացած նախաձեռնություն եւ փորձում ենք մոտենալ կանաչ գրիչի մեթոդով։ Այսինքն հասկանում ենք, որ ինչ-որ մի կետից մենք խոսելու ենք նաև ենթադրենք ձախողումների մասին, վրիպումների մասին, սա հասկանում ենք, բայց ոչ թե շեշտադրելով վրիպումներն ու ձախողումները, այլ փորձելով դուրս բերել այն բոլոր ուժեղ կողմերը, որի շնորհիվ հաջորդ անգամ այդ վրիպումը կարող է եւ տեղի չունենալ։ Ամեն դեպքում մենք եթե կրթական համակարգը այսպես չառանձնացնենք եւ դիտարկենք շատ մեծ ինչ-որ մի հատ սեղանի, կլոր սեղանի վրա, մենք պիտի ընդունենք այն փաստը, որ ինչքան էլ ես այս պահին խոսեմ, որպես ոչ ֆորմալ կրթական դաշտում գործունեություն ծավալող կառույցի պատասխանատու, ես նաև ծնող եմ մյուս կողմից։ Եվ միգուցե որպես ծնող իմ մոտեցումները այլ կարող են լինել, որպես ոչ ֆորմալ կրթական դաշտում ծառայություն մատուցող կարող են այլ լինել։ Եվ այստեղ որպեսզի ամեն ինչ բալանսի բերենք, մենք պիտի հասկանանք, որն է երեխայի գերակա շահը, որն է երիտասարդի գերակա շահը։ Այո, երբեմն գնահատականը այդքան էլ կարևոր չի, որովհետև կարևորը երեխայի ինքնագնահատականն է, կարևորը երեխայի առողջ, այսպես հոգեկան, այո, հոգեկան վիճակն է։ Երբեմն շատ կարևոր է երեխայի մեջ տեսնել բացի մաթեմատիկայի եւ ենթադրենք լեզվի իմացությունից տեսնել ստեղծարար մտածողություն, որը ցավոք սրտի այսօր մենք մեր կրթական դաշտում հիմնականում չենք տեսնում, որովհետեւ չկա այնպիսի մի բան, հիմա կասակ երևի նկարչություն, տեխնոլոգիա եւ մնացած բաներ, բայց ավելի հասուն տարիքի դեռահասների մասին է խոսքը եւ այդ ստեղծարար մոտեցման համար միգուցե համապատասխան պայմանները այս պահին ապահովում են երիտասարդական կենտրոնները։ Երիտասարդական կենտրոնը աշխատում է հիմնականում 4 ուղղություններով եւ կուզենայի խոսենք, թե որոնք են այդ 4 ուղղությունները եւ ինչ ծրագրեր այս պահին, ինչ ծրագրեր են գործում երիտասարդական պալատում։ Մենք հիմնականում մեր ծրագրային այդ ամբողջ փաթեթը պայմանականորեն բաժանել ենք 4 մասի եւ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ՀՕԱԿ մենք ունենք պատվիրակված որոշակի միջոցառումներ, որոնք գալիս են տարբեր ենթակառուցվածքներից։ Մենք ունենք հեղինակային մեր ծրագրերը, որոնք բացառապես մեր հեղինակային ծրագրերն են։ Մենք ունենք համագործակցային ծրագրեր, որոնք տարբեր կառույցների հետ համագործակցային ծրագրերի մաս են կազմում եւ մենք ունենք ուղղակի հյուրընկալ ծրագրեր, այսինքն բացառապես մենք ֆիզիկական տարածք տրամադրող կողմ ենք հանդիսանում ուղղակի այդ ծրագրերի համար։ Բայց այս ամբողջ ծրագրերի հիմքում երիտասարդներն են, երիտասարդության տարիքն է, երիտասարդների հետ կապված աշխատանքն է, որը կբարելավի Գյումրիում նաև Շիրակի մարզի տարբեր համայնքներից երիտասարդների համար կստեղծի նպաստավոր միջավայր ինքնազարգացման եւ դրսևորման համար, եւ մեր հիմնական նպատակն է, որպեսզի այն զերծ մնա այն բոլոր տեսակի քարոզչական
մեխանիզմներից, որոնք կարող են ուղղորդել երիտասարդներին, որովհետև մեզ համար կարևորը երիտասարդը ավելի հասուն եւ ինքնաբավ ու նաեւ իր կարծիքն ունեցող երիտասարդ մեր մոտ ձևավորվի եւ այս տեսանկյունից ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այս 10 տարիների ընթացքում ձևավորել այնպիսի մի միջավայր, որտեղ երիտասարդը երբևէ պարտադրված չէ լսել այս կամ այն կողմի կարծիքը։ Երիտասարդն ունի իր սեփական կարծիքը եւ այն ձևավորվում է բացառապես իր գիտելիքների, հմտությունների եւ կենսափորձի վրա։ Իդեպ նաև ասեմ, որ մենք նաև շատ ակտիվ աշխատում ենք ծնողների հետ, համագործակցում ենք եւ այս տեսանկյունից շատ եմ կարևորում ընտանիքի դերը, որովհետեւ երիտասարդական կենտրոնը չպիտի լինի այն տարածքը, որտեղ տանից փախնում գալիս են երիտասարդները։ Ես շատ մեծ ցավ կզգամ, եթե մի օր հանկարծ հայտնաբերեմ, որ ինչ որ մի երիտասարդի համար դա հենց այդ նմանատիպ գործառույթ իրականացնող կենտրոնն է։ Մենք պիտի հասկանանք, որ մենք երիտասարդին կամ երեխային չպիտի առանձնացնենք ընտանիքից եւ այն իր մայր միջավայրից եւ փորձենք ավելի լավը լինել, քան այն միջավայրն է, որտեղ ինքը պիտի ձևավորվի, որովհետեւ մենք ընդհանրապես ժամանակավոր բնույթ կրող կազմակառույց ենք իր կյանքում։ Իսկ արձագանքող են ծնողները, թե Ես ձեզ ասեմ մի շատ հետաքրքիր փաստ, մենք ունենք ծնողներ, ովքեր իրենց երիտասարդներին կամ երեխաներին կամ դեռահասների հետ գալիս են, որպեսզի ծանոթանան կենտրոնին, հասկանան իրենց երեխաները ուր են գնում, ինչպես է անցնում իրենց օրը։ Իրենք երբեմն գալիս են մասնակցում են, մենք թույլ ենք տալիս, որպեսզի իրենք դասընթացին, ենթադրենք դասընթացի շրջանակներում գան ինչ որ մի աթոռի վրա հեռվում նստեն ու նայեն, տեսնեն ինչպես է այդ պրոցեսը տեղի ունենում, որովհետև այն ինչի մասին դու քիչ տեղեկատվություն ունես, ինքը միշտ ավելի վախենալու է թվում։ Միշտ մտածում են, ասում են, կողենդեղ ինչ որ մի բան է տեղի ունենում, որ վտանգավոր լինի։ Մենք բոլորս մեր անվտանգության երաշխիքներն ենք ուզում եւ որպես ծնող եւ որպես պատասխանատու տվյալ կառույցի համար ու դրա համար շատ նորմալ է ծնողի անհանգստությունը, եթե ինքը գաղափար չունի կամ պատկերացում չունի ծրագրային վարած քաղաքականությունից։ Իդեպ մենք նաև շատ ակտիվ համագործակցում ենք Շիրակի մարզային դատախազության հետ եւ անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման եւ դրանց ծնող պատճառների կանխարգելման ուղղված ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ու այդ ծրագրի հիմնական նպատակն է նաև տարբեր բարդ կյանքի բարդ իրավիճակներում հայտնված դեռահասների եւ երիտասարդների վերասոցիալականացումը։ Ընդ որում ես ասեմ, որ երբեմն լսում եմ երիտասարդական կենտրոններից շատ թիրախավորված այսպես մոտեցում, երբ որ ասում ենք մենք աշխատում ենք անապահովների համար, մենք աշխատում ենք, չգիտեմ, այս մարդկանց համար, փախստականների համար։ Իրականում, երբ որ մենք խոսում ենք դա ներառականության տեսանկյունից, մենք խախտում ենք այդ սկզբունքը, այսինքն անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ ծրագրի շրջանակներում որ կառույցի հետ ենք, այո, մենք ուզում ենք հնարավորինս աննկատ լինի դա մեր աշխատանքային գործընթացի շրջանակներում, որովհետև մեր կառույցում մենք չենք փորձում մարդկանց, այսինքն մեր մասնակիցներին, մեր երիտասարդներին այսպես տեսակավորել ըստ որոշակի չափանիշների, բայց մենք հասկանում ենք, որ երբեմն երբ որ մենք աշխատում ենք որոշակի խոցելի թիրախային խմբերի հետ, այդ թիրախային խմբերի ներկայացուցիչները իրենց շատ ավելի լավ չեն զգա այն հանգամանքից, եթե իրենք ճանաչելի լինեն ամբողջ այդ մեր մասնակիցների լսարանի մեջ։ Դրա համար մենք փորձում ենք հնարավորինս ներառականությամբ ապահովել եւ ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որպեսզի որևէ մեկը իրեն խոցելի չզգա երիտասարդական կենտրոնում։ Լիլիթ, նաև կարծիք կա ձևավորված, որ այժմ լինելով թվային հասարակություն եւ անդադ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ասում են, որ բերում է նրան, որ այլևս երիտասարդներին ու աշակերտներին, երեխաներին ոչ մի բան չի կարող կողմնակի շեղել ու հետաքրքրել, քան անդադ լինել տարբեր գadgetների մեջ եւ օգտվել համացանցից։ Արդյոք սա այսպես է, թե մենք մի փոքր ավելի վառ գույներով ենք ներկայացնում եւ ավելի իրականում վախենալու ենք փորձում ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, հասկանում ենք չնայած որ թեպետ անհնար է այսօրվա երիտասարդը եւ երեխան պարզապես չեն կարող չօգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, բայց այ ինչ եք կարծում 10 տարի շարունակ աշխատելով երիտասարդական ոլորտում, արդյոք չեն սպառել իրենց երիտասարդական կենտրոնները եւ չեն զիջել իրենց դիրքը կամ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ անձամբ դուք ինչ տենդենց եք նկատում, օրինակ վերջին 5 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, քչացել են արդյոք այն երիտասարդների ու երեխաների քանակը, ովքեր օրինակ հաճախում էին երիտասարդական պալատ։
Իրականում շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետև բավականին լուրջ մարտահրավեր է ցանկացած տեսակի գործունեության համար։ Տեխնոլոգիաները մուտք են գործել մեր կյանք եւ տեխնոլոգիաներից այսպես մեր կյանքի սեպարացիան մենք գոնե առնվազն չենք էլ պատկերացնում, այո։ Եվ այս տեսանկյունից իրականում ինքը լուրջ մարտահրավեր է։ Ես երբեմն ինքս ինձ այդ հարց տալիս եմ. արդյոք մենք կարող ենք ոչ ֆորմալ կրթական դաշտում ծառայություն պատուցելով տրամադրելով, ընդ որում անվճար ծառայություն, երբ որ նայում ես կողքից կա ինչ որ հնարավորություն վեբինարների, որ երիտասարդը կարող է իր տանը նստած ուղակի դա այդ ամբողջը process-ի մեջ անել ու վերջացնել։ Եվ մենք առաջարկում ենք գալ, տանից կտրվել, միգուցե նույնիսկ տրանսպորտի գումար վճարել, տեղափոխվել, տեղաշարժվել, հետո նորից հետ գնալ։ Երբեմն ես մտավախություններ ունեցել եմ այս մասով, բայց ինչպես դուք նշեցիք, մենք էլ ենք վիճակագրությանը հետևում։ Ինձ էլ էր հետաքրքիր, որովհետև վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հասկանում ենք, որ մենք կամաց գնում ենք մի իրականության ընթառաջ, որին միգուցե դեռևս հոգեբանորեն լիարժեք պատրաստ չենք։ Ամեն դեպքում գոնե ես այդքան էլ պատրաստ չեմ հոգեբանորեն, որովհետև ես պատկերացնում եմ, որ ինձ պետք է շատ բաներ ուսումնասիրել, որպեսզի ես ավելի լավ հասկանամ այդ իրականությունը լիարժեք։ Ու այս տեսանկյունից ես այսպես նկատեցի մի տենդենց, որ ինչքան ավելի հասանելի են դառնում ու ինչքան ավելի բազմաբնույթ են դառնում մեր կյանքում բարձր տեխնոլոգիաները ու այդ մնացած իրենց ենթադրյալ ածանցյալ իրենց բոլոր կողմերով այնքան ավելի կարիքը կա մարդկային կենդանի շփման։ Իրականում երիտասարդները, որ գալիս են երիտասարդական պալատ, ես ընջղային մամաների նման սկսում եմ հետևել, թե ով էր հեռախոսի մեջ, ով ինչով էր զբաղված եւ ուղղակի խնդրում եմ իրենց այս ժամանակ օգտագործել կենդանի շփման համար, որովհետեւ ցանկացած պահ իրենք հասանելիություն ունեն իրենց գadgetներին եւ դա կարող են անել ցանկացած վայրում, բայց երբ որ դու գալիս ես երիտասարդական հետաքրքիր միջոցառման կամ հանդիպման կամ քննարկման, շատ կարեւոր է քո կենտրոնացվածությունը։ Եվ այս տեսանկյունից ես շատ ուրախ եմ, որ նույնիսկ նորեկները երբ որ ավելանում են մեր շարքերում, իսկ բարեբախտաբար այնքան մեծ հոսք կա, որ նույնիսկ այսօրվա մեր պայմանները բավականին այսպես արդեն մարտահրավերային վիճակ է ստեղծում, որպեսզի կարողանանք բոլորին լիարժեք ապահովել ռեսուրսներով։ Եվ ես տեսնում եմ, որ երիտասարդները բավականին մեծ հետաքրքրությամբ կարողանում են մի կողմ դնել իրենց հեռախոսները, կենտրոնալ իրենց դասընթացի կամ քննարկման վրա եւ դրանից հետո արդեն շարունակել իրենց բնականոն կյանքի ընթացքը, որին ավելի սովոր էին։ Այս մասով ամեն դեպքում ես գտնում եմ, որ մարդը սոցիալական էակ է եւ մենք իրոք կախվածություն ունենք մեկս մյուսիցս եւ այդ կենթանի շփումը փոխարինել բացառապես գadgetներով։ Ես լիահույս եմ, որ իրականում մենք այս իրականությունը չենք կորցնի եւ մարդկային པարզ շփումը կմնա մեր կյանքում։ Ինչ վերաբերում է երիտասարդական կենտրոններն արդյոք սպառել են իրենց գործունեության ձևաչափով իրենց դերը մեր հասարակության մեջ, ես կարծում եմ, որ դեռ ոչ, եւ ես հույս ունեմ, որ ոչ, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ավելի նպատակային եւ ավելի խորը ուսումնասիրված ծրագրեր ներմուծել երիտասարդական ոլորտ։ Այո, ես հասկանում եմ, որ երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կազմակերպություններ իրենց ծրագրային շրջանակներում տարբեր ծրագրեր են իրականացնում, որոնք միգուցե կրկնվում են, որոնք միգուցե եվրոպական տարբեր չափանիշներով են ներմուծված, որոնք համապատասխանում են կամ չեն համապատասխանում մեր այսօրվա պահանջներին, բայց շատ կարևոր է, որ տեղական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երիտասարդական կենտրոն ուսումնասիրի երիտասարդների պահանջներն ու կարիքները եւ յուրաքանչյուր գործունեություն ծրագիր լինի երիտասարդի կարիքահեն ծրագիր, որովհետեւ սրանից է կախված, թե արդյոք մենք պիտանի կլինենք, թե չէ։ Սա նույն բանն է, եթե դու ուղղակի չես գնացել արյան անալիզ տալու ու խմում ես ինչ պատահի, ինչ վիտամին ասես պատահի։ Այս դեպքում քո օրգանիզմը չի ընկալում այն որպես ավելի օգտակար որոշակի երևույթ։ Ու այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի մենք լիարժեք գիտակցենք, հասկանանք, զգանք եւ հարցեր տանք երիտասարդներին։ Ես հասկանում եմ, որ երիտասարդները այն որ 12-ից հիմա արդեն 13 են դառնում փոխվում է եւ նոր երիտասարդների խումբ է գալիս դեպի երիտասարդական դաշտ, երիտասարդական օրենքի մասով եմ ասում տարիքային այս շեմը, բայց ամեն դեպքում մենք պիտի հասկանանք, որ այո, եթե մենք այս ոլորտում ենք, մենք պիտի պատրաստ լինենք յուրաքանչյուր երիտասարդի հետ նորից նստել եւ այդ այբենական կարգով հասկանալ այդ ամբողջ հետաքրքիր գիտելիքների փոխանցումը երիտասարդներին, որովհետեւ մենք ունենանք ավելի ինքնաբավ երիտասարդներ։
Լիլիթ, անչափ շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին, որ կրթությունն այսօր ոդկասթի հերթական թողարկմանը հյուրընկալել էի Լիլիթ Մակարյանին։